Ոնց գիտեք, տենց խոսացեք, կարևորը սխտից։ Հա, կարևորը սխտից։ Դուք լսեցիք, որ վրանը այստեղից հանվելու է, եթե հետևում եք, եթե չէ ձեզ տեղեկացնենք, որ որոշում է կայացվել, որ վրանը պիտի հանվի, կառավարությունը շարունակելու է եւս 2 ամիս տրամադրել 40+10 հազարական աջակցության ծրագիրը, ինչպես նաեւ նշել են, որ ծրագրերում, որոնք որ ներկայացրել են, փոփոխություններ են իրականացնելու։ Դուք ինչպես կգնահատեք ներկայի իրավիճակը։ Աղջիկ ջան, այդ 40+10-ը որ տալիս է այդ կառավարությունը, իրանց գրպաների չի տալի։ Ես Երևանցի եմ, դա մեր հարկերի փողն է տալի։ Անենց որ մեծ բան չի անում։ Երկրորդը բայ չպետք չտա։ Այս մարդկանց երկիրը բնավեր արեցին։ Դու ով էիր, որ դու գնացիր կայնար։ Պրահայում այս մարդկանց երկիրը ճանաչեցիր Ադրբեջանի կազմի մեջ։ Ով էիր դու։ Ղարաբաղցին, Արցախցին քեզի տվել էր այդ լիազորակշիվը։ Գնացիր մարդկանց երկիրը ճանաչեցիր Ադրբեջանի կազմի մեջ։ Մարդկանց տները չթողեցիք, որ բարեին, քանդեին, միլիոններով այս մարդկանց տարիների կուտակածը թողեցին Ղարաբաղ եկան, կարտոշկեքով, բիտոններով, մեղրներով, ամեն հարստությունը թողեցին եկան ու դու խոստացար, որ այս մարդկանցը ապահովելու ես բնակարանով։ Հիմա եկել է այդ աստիճանը հասե, դու 40+10-ն էլ չես ուզում տաս, հորդ քեվից ես տալի այդ փողը, դա մեր փողերն է։ Իսկ Արցախցին մեր հայրենակիցներն են, թողանիցվի են մարդը, թողանիցվի, ով որ Արցախցի հայաստանցի կտարանջատի։ Իրանք Արցախցիները այնքան արտոնություն ունեն ստեղ, ինչքան որ Հայաստանցին։ Մեր համար չկա տարբերություն, այդ իրանք են անամոթի պես ատելության քարոզներ անում, հետո տեսան, որ ժողովուրդը թքում է ներեցներին, արդեն սկսեցին, հիմա արդեն ուրիշ բան են բռնել։ Դրանք տենց են, չէ, այսօր ուրիշ բան են ասում, վաղ ուրիշ բան են ասում։ Հետո, ինձի թվում է, սրանք սա հիվանդ է։ Անցածից սրանք տարապում են նախկինացավ վիրուսով։ Երևի դել ուրիշ վիրուս է Հայաստանի մեջը։ Ինչ խոսում ես, ինչից խոսում ես, արշիպես մեղրի օրինակն են բերում։ Նախկիները հասկացանք, նախկիները թալանել են, չեն թալանել, ինչքան որ թալանել են, բայց հոտ ձեր չափ չեն թալանել։ Հələ մի հատ հիշեք 7 տարի առաջ ով էիք դուք։ Բոլորդ հարկադիրի պարտքերը, բրեկները եկաք իշխանության։ Հիմա այսօրվա օրը գոնե ամաչեք թալանից մի խոսացրիք։ Գոնե ամաչեք։ Կոպեկ առ կոպեկ, Range Rover առ Range Rover հետ են բերում։ Հետ են բերում, մեզ են տալի։ Մեզ ինչ, իմ համար ինչ տարբերություն։ Պողոսից կառնել պետր։ Մեկը բերում են, իրանք իրանցը պարգևատ վճար են բաժանում, իրանք իրանցը առանձնատներ են առնում։ Դրանից ժողովուրդը շահում, ջահանդամին բերես, ռենջները առնում ես կնգատ տակ ես դնում, կարող է ժողովուրդն օգտվում դրանից։ Աննա Հակոբյանը ասում է, որ կրթվելը նորաձև է եւ հասարակությունը կրթվելու կարիք ունի, որպեսզի հասկանա իրենց իշխանության գաղափարախոսությունը, ինչ կասեք այս առումով։ Տղա ջան, մի բան ասեմ, մի քիչ շատ կլի, բայց դե պետք է ասեմ։ Հələ թող մի հատ, չէ, մի քիչ քաղաքավարի կփորձեմ։ Հələ թող մի հատ իրանք կրթվեն։ Այդ երբ են օլոյի ջոլոյի պես խայտարագություն, դրանք որ դուրս են գալի են երեխեքին էլ հետևներից սկսած ամաչում են, որ դրանք մեր երկրի ղեկավարն են։ Այդ դու երբ ես Աննա Հակոբյան, մի հատ կիրթ մի բառ ասե, որ այսօր էլ ազգին ես ուզում կրթվես, հələ մի հատ դու գնա հողոցով քայլելուց սովորի, որ քորելով ձեզի չքայլեք, հələ այդքան բանը գիտակցի, հելնում եք ամբիոններից ամբողջ ընտանիքը մենակ ինքը չէ, քորելով ման է գալի իրանցը, հələ դու կրթվեք, նոր արեք ուրիշներին կրթեք, հողերս ձեր գլխին, թալանեցին կերան մեր երկիրը, չգիտեմ ոնց պետք է անենք,
Ինձ թվում ասված արդարայելի չի թողի, արդեն այնքան են փորձության եկել, նայում եմ իր ժողովրդին լացած գալիս է, այսօր ասում հլե չնայած գալիս եմ շուտ եմ գալի, սրանք իմ հայրենակիցներն են, այդ համ հլը տենամ ես էլ իմ լումայու չափով, զենք բռնել չգիտեմ, ոչ բան անել չգիտեմ, բայց ես էլ իմ լումայու չափով ուզում եմ գամ կայնեմ իմ արցախցի քույրերի եղբայրների կողքը, որ իրանք իմանան, իրանք մենակ չեն, թող նորից եմ ասում, անիծվի են մարդը, ով որ արցախցի, Ղարաբաղցի կտարանջատի, իրանք մեր քույրերն ու եղբայրներն են, իրանք հավասար արտոնություններ ունեն այս երկրի մեջ, այսի Նիկոլի երկիրը չի, այսի մեր երկիրն է, Նիկոլը ժամանակավոր մի բան է, հետո մի բան էլ ասեմ, սրանք չեն ամաչում, ասում են 680,000 ձայն տվող ենք ունեցել, բան ջան, Ալին ջան, Վահագ Ալեքսանյան ջան, էդի խապնվել ենք, 680,000-ի մեջ ես էլ եմ եղել, համի ոտերս թողել եմ, գլխիս եմ խփում, ինպես միլիոնավոր մարդիկ խապնվել են, փոշմանել ենք, չենք իմացել, որ թուրքի գործակալներին բերում ենք Հայաստանի իշխանության գլուխ, չենք իմացել, որ Ալիևը պետք է դեղից հրամայի, մենք էլ ստեղ ենթարկվենք Ալիևի հրամաններին, էսի մեր երկիրն է Նիկոլ, էսի քո երկիրը չի, դու արդեն հոգեբարքի մեջ ես, քո վերջի խրխռոցներն արդեն ելում, վերջի խրխռոցները, հրգություն չկա, Աստված արդար է, Աստված դաժան չի թողի, որ այս ժողովուրդը առանց էդ այսքան տանջվա ժողովուրդը նորից այսքանից հետո տանջվեն, մեռնեմ Աստծուն, թող իրանք էլ իրանց այդ հասափուսեկով չին ամանչում, այդ ինչեր են խոսում, հելնում են էթում են արդ երկրներ, ժողովրդի անունից են խոսում, Հայաստանի անունից են խոսում, որ իրանք մոռացել են, որ իրանք ընդամենը ունեն 7% ձայն, դու ով ես, որ էթում ես, մի հատ ժողովուրդն էլ ես եմ, քեզով է այդքան իրավունք տվել, որ պետք է դու այդ ասի մանունից ընդեղ երանք Հայաստանը որոշել է, գլուխդ պատին ես տվել, դու Հայաստանն ես, հա, այդում ես ասում ես Հայաստանը Արցախը ճանաչում Ադրբեջանի կազմի մեջ, դու ես Հայաստան, այ քնձր։ Ինոքեցի նման բռնապետ է, ինք այսօր Գրակը կեմ եք այդ գժերի ձեռը, թող էթանային մարդ իրանց երամով, նախիրով էթան հոգեբուժարանները բուժեն, մենք էլ պրծնենք, մենք էլ մեղք ենք, քիչ ես լարված վիճակ կլի, 4 հատ նախագահ ենք ունեցել, որ մի նախագահի օրոնք սենց լարված քնում ես, էլ մի չգիտես, թուրքը գլխիդ վերևը գլի թե չի, չգիտեմ, էլ բան չգիտեմ, շատ բան ասում, շատ երկ գիտեմ ցեներ չի գալի, շատ բան կարամ ասեմ, բայց ցենզուրայից դուրս կգամ, այս իրանք չեն էլ նայեն, 70 տարեկան մարդու տարան բռնեցին, չեն էլ նայի տարիքը, սերը, մի հատ մահանա են մանգալի, ես այս 7 տարվա մեջ սենց հասկացա, որ ով Նիկոլին չի գովում իրա կնգահետ կամ էլ իրա փնթոշ ընտանիքին, հաջորդ օրը բերդ, մի հատ գործ սարկմեն ու գնա, որտեղ բոլորը հրեական հատուկ ծառայության գործակալներ են, կառավարության դիրքորոշման վերաբերյալ կառավարությունը դերտում ու տեղ չի թողել ու դրա համար այդ 45 գումարա 10-ները շատ է իմանում, աշխատատուրիշի վատ չի տվել ու իրա սեփական տնից մերկ չի դուտիգել, հիմա մենք մերկ ժողովուրդ ենք այստեղ, այդ 45 գումարա 10-ները որ կտրի, աներանելի վիճակի մեջ կգտնվեն, գոնե այդ 45 գումարա 10-ը շարունակվի այնքան ժամանակ, միջև մենք կարողանանք յուրաքանչյուրս մի կաթարան ձեռք բերենք, մեզ լինի մի կաթարան ու այդ կաթարանի վրա խաղաղություն, որպեսզի աշխատենք ապրենք, ոչ չեք նկատել ասենք հատ տվեք ուտենք, կաթարան լինի աշխատենք ուտենք։ Բաբա, Արցախում ինչ ես թողել։ Ինչ ես թողել Արցախում, այդ ասա։ Արցախում 3 տուն եմ թողել, մեկը շտկենտրոնում, 4-րդ հարկում, 4 սենյականոց բնակարան, գազով, էլեկտրական հոթանքով, սուզորիա դուրով, 2 տուներ Գետավան գյուղում եմ թողել, մեկը մի հարկանի 3 սենյականոց, մեկը երկհարկանի 10 սենյականոց, 2 մեքենա եմ թողել, մեկը Պաջերո, մեկը Մազդա, 8 խոզ եմ թողել, արդեն մորթելու ենթակա,
100 հավ եմ թողել, 12 մեղվա փետակ եմ թողել, ու լիքն կողներ եմ թողել, պատվարներ եմ թողել, 1000 կապած բանկա եմ թողել, 4 տակար, 4 հատ եմ թողել, 3 տոննա գարի եմ թողել, կես տոննա թորեն եմ թողել, 200 կիլոգրամ թորաթրատ եգիպտաթորեն եմ թողել, լիքը բոստաններ, են 3 սենյականոց տանս առաջ այգում եղավ 35 խնդորենի, 3 կուզենի, 11 հոնի, 15 սև սալորենի ու ցանկատարություն, որտեղ առանձին ցանկ էին կանում, լոբի բան էին տանում։ Են 10 սենյականոց երկհարկանի տանս առաջ 15 սոտեղ են կացում ენი, դուրը ամբողջ 15 հող եմ թողել, այդտեղ է լիքը ծառեր էին, աշխարի բոլոր ծառայտասեկները տնկած, 8 հանատ ամեն ինչ, լոբի, կարտոշկա, մի տոննա կարտոշկա եմ թողել, 210 կիլոգրամ առանձին սերմ եմ թողել, հաջորդ տարի որ պիտի վարեին։ Ես որը մեկը թվեմ, նույնիսկ են բաթակա հարևանից հողամասներ են բեջարել, որպեսզի բոլոկադա է եղել, հանկարծ թովի չմատնվենք, հարևանների, փոքր երեխաներներ օգնենք։ Աշխատել ապրել եք, էլի։ Մի անգամ դպրոցում, մեկը մի երեխա ուշաթափ էր, տղա որ դպրոցի տնօրենն է եղել, եկավ տուն թե ասում մամա, ապա են Հայկոյի երեխան ուշաթափվել է, վեր կա դասավորի թաղամասից, դեսի ձենի թավակենք տանենք, ամեն մի տուն, մի դույր կարտոշկա, մի դույր, ես ինչ իմանամ տների միջի որ եղել է, հավաքեցինք, մեր մեքենան լցրինք, տարինք, թողեցինք այդ Հայկոյի տանը, որպեսզի երեխաներ ուտեն, 10 երեխա ուներ այդ Հայկոյին ու աչքից լույսն էր Հայկոն, բոլորի անունները ես էի գրել, որ հետև զուգահեռ հեռության կարգով, համատեղության կարգով և դպրոցում դասատու եմ աշխատել, և համայնքապետարանում քարտուղար եմ աշխատել, ու այդ բոլոր երեխաների անունները մեկը Նարեկ են բրել, մեկը Տիգրան եմ տվել, լրիվ հայկական անուններ են բրել, որպեսզի որտեղ քայլին իմանա, որ հայ է քայլում։ Դե այն ինչ ասեին, ես մտաղ լինեմ, ինչ ասեին։ Այ այդքան բան, որ մեկը ասեց, որ մեկը թողեց։ Այն արտերը բանը, այն գարին բանը, որ վեցրեն ենք, օդից չի թափվել, 3 հեկտար արտ եմ թողել։ Ինքան էլ բոստաներ, 4 բոստան եմ թողել, լիքը ծառերով ամեն ինչ։ Ձեզ մեղադրում են, արցախցիներին մեղադրում են չկռվելու և հայրենիքը չպաշտպանելու մեջ։ Մասնավորապես ազգային ժողովի նախագահը, հետո իհարկե իրեն խմբագրեց, ասեց ես մի 10 հոգու նկատի ունեմ այդ չկռվողների մեջ, հետո արդեն ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն էր մեղադրում, իրենց ինչ կասեք։ Այ երևի խոսում են այնպեսի մարդիկ, որոնք դեռ չգիտեն ռմբակոծությունը ինչ է, որովհետև երևի հրաթամփարներն էլ չիմանան, բայց 19-ի առավոտը մեր գյուղի տղաները բոլորն էլ դուրս են եկել, որպեսզի պաշտպանեն գյուղը, բայց ընդհանրապես ինքնադիրների դիմաց 150 տանկ է եկել։ Ու գիտեք որքան զինվոր, ոնց որ ոչխարի հոտ էր, անտարի տարերը չեն երևացել, դրանք ենքան շատ են եղել։ Հետ նույն օրին, ոնց մորանաք, մի աշակերտս էլ դուս է եկել տեսել, հուշարձանը թորգեր քանդում են, մոտիկա թերի ասել են չի եք քանդում, բարները մորթել, հենց հուշարձանի մոտ, ռուս խաղապահները բրեզենտի մեջ են դրել, այդ տղուն տարել հաթերքում դեր մենք զինվորներ ենք ունեցել, լրիվ դուրս եկած չեն եղել, գյուղամիջում փոս են գտել թարը, շատացները չգան պղտեն, ու տրանից առաջ, այ Facebook-երը թույց են տալի 17 տարեկանի տղա Օմար Էլերանց կգրավելու ժամանակ ազողվել, ենի իմ աշակերտն է եղել էլի, Մարտիրոսի Պավեր Սուրենի, 12 տարեկանից հրացանապարներ ու կռվել եմ մինչև 93 թվականի ապրիլի 17-ը։ Ապրիլի 17-ը Գետևանը 3 զոհ ունեցել։
մեկը ամուսինս, մեկը Ջամբուլատ Մուրադյանը, ողա թերի վարորդ ա եղել, մեկն էլ Պավել Մարտիրոսյանը։ Ու մնացածները չեմ ասում է, թիվ կա ծխերին, թիվ չկա այս դողվածներին, առանց կրվի զոհ լինում է, առանց կրակելու զոհ լինում է, կրվել են թե որ այսքան զոհը տվել ենք։ Ստեփանակերտի եղբայրական երեզմանոթը մտնում ես, մեռնում ես, կենթանի մեռած ենք մենք թաղ չենք, կենթանի մեռած, 4 կրվի մասնակցել են, ոչ մի անգամ արտակաշարգը բաց չեմ թողել, վերջի անգամ արդեն հնարավոր չէր, որ դուրս չգային, հատեն վերևից հորմակոտը բերի, 15 րոպե եթե ես ուսանայի, կարող էր են 8 հոգին, որին բակում հատեին խումպոստերի համար, կարող էր են 8-ին էլ Արմեն Մարտիրոսյանի նման մոթեին, ոնց Հուսադանի մոտ Արմեն Մարտիրոսյանին է մոթել, հենց Պավել Մարտիրոսյանի եղբորը։ Դրանց մեկի եղբայրներ, երկու ոտից վիրավորվել այն այս 2 թվականին, հիմա Ռուսաստանում ապրում, նրան ուներ ռազմիկա եղել։ Չի կարելի մարդկանց արածը մոռանալ, չի կարելի մարդիկ, որ չգիտեն կռվի դաշտը ինչ բան է, բայց այս կինը, այս կինը որտեղ հետ խոսում է, ամբողջ խրամատները փորելու մասնակցել են, 40 մարդով, 55 մետր երկարության լևոնարխում ենք փորել, 55 մետր սեսուլան ենք փորել, 55 մետր թալիսում ենք փորել, բայց այդ կռիվ չի, ինչ ասեմ, այդ ասողները նորից եմ ասում, երևի հրացանը բնել չգիտեն, թող իմանամ, որ Արցախցին կռվել է ու պատվով է դուրս եկել։ Չիմացողները կարան նկարները հանեն, թե բազմահազար մարդ բանում, այրեպորտում, գետնի վրա նստած նոր ծնված երեխայից մի երեխայից ճանապարհին ածնվել։ Այ անունը յոն ասեմ, Գրիգորյան Նարեկի կինը հակար եկաբջի վրա է ծննդաբերել, աղջիկ երեխային։ Հիմա չգիտեմ թարեն թավերն ապրում, որտեղ են ապրում, այդտեղ ապրում են, բայց ամեն օր հեռախոսակապի մեջ են, որ հետև ցաղից նիգարեն եմ, իրենց տերը ես եմ եղել, ցաղի դոկումենտացիան բանորը կլորիվ ես եմ ծարկել էլի, ուտորը համար, ցիտս բոլորի համար թավում է, ու եթե հանկարծ մեկը դեմ դիմաց, ինձ ասի, որ Արցախցին չի կռվել, ես նրան ցույց կտամ, այ այս մատներով աչքերը կհանեմ, այդքան բաներու բան չեմ ասում։ Շնորհակալություն։ Ապրել, եթե ձեզան եմ շնորհակալ, որ պիտի աշխարհի իմանա Արցախին ինչ է արել։ Ես ուրիշ թեմայով խոսելու չունեմ։ Ես խոսելու եմ այս երկու օրը, որ Պետրոս Ղազարյանի մոտ հանդիպում ա եղել։ Խոսելու եմ ցեղասպանության մասին, որոնք որ մարդիկ լռում են, սահմանների բացման, դրոշի ոտի տակ տալու։ Այս դրոշի ոտի տակ տալու ընդհանրապես ես ինքս որպես մարդ սխալ եմ համարում յուրաքանչյուր մի անօրեն քայլ, թե հայի կողմից եւ թե այլ ազգերի կողմից։ Մարդկությունը պահանջում է, որ նահատակված մարդու գերեզմանը չի կարելի փորել, այդ սրբությունը, անկախ նրանից հայ է անում, թե թուրք, դա շատ վատ բան է։ Բայց դրոշը տեսնում է, միջազգային հայտերը, որ ներկայացրած այնտեղ Արցախցուն, խաղաղ բնակիչի գլուխը կտրած, խոշտանգած, նա չի երևում ու դրա մասին չեն խոսում, խոսում են մի հասարակ ինչ-որ հալասի կտորի համար, որը որ այդ նույն Հայաստանի դրոշը իրենք են առաջից ոտի տակ դրել, Արցախի դրոշը Արցախում են ոտի տակ դրել, անցել կառավարության շենք։ Նորից եմ կրկնում, դատապարտում եմ այդպիսի բաները, վատ բան է։ Բայց երբ որ Պետրոս Ղազարյանի մոտ հավաքված են, չգիտեմ, քաղաքագետներ են, պրոֆեսորներ են, թե ինչ են, ես մի հասարակ գյուղացի եմ, ոչ միտեղ չեմ կրթվել այդ ուղղությամբ։ Ինչու չեն հաշվում, որ ցեղասպանությունը երբ որ եղել է, Արցախն էլ է ցեղասպանության ենթարկվել։ Անընդհատ խոսում ենք բռնագաղթ,
խոսում ենք տեղահանված։ Ոչ։ Եթե մարդ 9 ամիս շրջափակման մեջ երեխան սովի մատնելով, շատ մարդիկ զոհվելով, մահանալով ու 265 հոգու զոհ ենք տվել, չհաշված քաղաքացիականը, չհաշված անորեն, որ անհայտ կորած է։ Ու այդքանից հետո մարդիկ գտնում են ասում են, դե գիտես ինչ, կռիվ չեն արել։ Բայց 265 հոգին միսուտկայում որ կռվել են, այդ ինչի համար են կռվել։ Ես որ քիչ առաջ պատմում եմ, գիտես, ես 74 տարեկան մարդ, արդեն 3-րդ գիծ էի կանգնել, որ տենանք ինչ ենք անում, մեր տղաները, թոռներս, սա պատերազմի մեջ էին։ Վերջի 3 տարում 20 թվականից է սանը։ Ղարաբաղցի մի մարդ չկա, որ նա մասնակցած չլինի, մենք բոլորս պատերազմի մեջ ենք եղել։ 37 տարի, 74-ից, 88 թվականից մինչև այսօր քանի տարի է։ 37 տարի պայքարի մեջ եմ, ինչքան պիտի պայքարենք։ 2 տարի անընդհատ տուն տնես, ծիծեռնակը բուն է շինում եւ շինում է եւ երգում, ամեն մի շոկը տնելից առաջվա բունն է հիշում։ Քանի անգամ պիտի մենք տուն տնենք, թալանեն մեզնից։ Քանի անգամ։ Եվ այսօր ճանապարհ ես ուզում բացես։ Ստուկետը այն sense բանը մենք խոնչ հայենք ասում, դնում ես մարդու առաջ որ արի կեր։ Ինչի համար ես բացում։ Խաղաղություն են ասում։ Խաղաղություն չուզող մարդ չկա աշխարհում։ Գողն ամենակ խաղաղություն չի ուզում, որ ուզում է թալանի, ուզում է բանի։ Խաղաղությունը բոլորս ենք ուզում։ Այդպիսի խաղաղություն։ Հիմիկ մի կողման ես ուզում։ Եթե թուրքը մարդ է, Թուրքիա մարդ է, այսքան տարիների ընթացքում Ուրուգվայից սկսած բոլոր պետությունները ճանաչել են ցեղասպանությունը։ Դու ինքդ այս բանից հետո ասենք թե Արցախը հանձնվել է, համակերն էլ չեմ ուզում Արցախ։ Դրանից հետո ինչու չես կանգնում ասես Հայաստանի ժողովուրդ, իմ հայ ժողովուրդ, անցյալում ինչ եղել է, եկեք դնենք մի կողմը, հաշտվենք, խաղաղություն սերմանենք, ապրենք, էլի, հերիքակռվի մեջ մտնենք։ Այո, նա խում է, նա ուզում է էլի ուտի, նա ուզում է էլի թալանի, որտեղ դուք չգիտեք նրան։ Ասում եմ 37 տարի պայքարի մեջ ենք։ Միջև երբ իրավունք չունեմ ես հանգստանամ։ Իրավունք չունեմ գնամ մի տեղ, այսօր ես տեղ չունեմ քնելու, հաշ չկա որ այսօր կտրում են մարդիկ միլիարդներ են աշխատում։ Իսկ մարդ կա չի կարող մի կոպեկի համար։ Այդպիսի բան կլինի։ Գիտեք որ ցեղասպանությունը եղել է, Արցախում էլ եղել է, դեռ կա չես կարող շղթես։ Ովքեր որ տանում են սարքում այս հերոստատության առաջ թե ասում կամա սպասում, դե ինչ ասում եղել է դա։ Չեն ուզում Արցախը անել տան որ տեղել է ցեղասպանություն եղել։ Շարունակական է։ Բայց ճանապարհը բացելը վատ բան չի։ Մինչև հիմա որ չենք բացում։ Բերելու են թուրքական ապրանքը լցնել։ Մեկի համար էժան բան, վերցնեն, ըստեղի արդեն մեր բոլոր բիզնեսները փակվելու է, էլի մնալու են, եկել իրանք են փակելու չեն տալու, մնալու ես էլի կանգնած։ Սեփական արտադրանք պետք է ունենաս, պետք է գործարաններ բացես ստեղ, տարածքը ունես, ամեն ինչ ունես, ուժը ունես։ Թողնում են գնում Եվրոպա, թողնում են գնում արտասահման, իմ Եվրոպա սնդեղ է, Արցախն է։ Թույլ տվեք ժողովրդի իրավունքները, ժողովուրդ ջան, այս մարդկանց իրավունքներից մի զրկեք։ Արցախը Գոնե թողեցիք ապրեն, այն էլ վառված Արցախում։ Բոլորը համաձայն են, որ տները վառված լինի, մենակ վերադառնան այնտեղ։ Դուք չգիտեք հայրենասիրությունը ինչ բան է։ Հայրենիքի համար արյան մեջ հովատա տալիս, ոչ մի դաստիարակություն չկա։ Քիչ առաջ ասում եք Աննա Հակոբյանը դասավանդում է։ Թողգամոտը ես իրան այնպես դասավանդ եմ, որ ինքը իմանա, որ ինչ է նշանակում պրոֆեսորը։ Պրոֆեսորներից էլ դասում, ինչ դաստիարակման բան կա, դուք պրոֆեսորները փակել եք արդեն, էլ ինչ աշխարհի էլ բան չկա, որ այստեղ տարածված չունի։ Ամեն օր մի տոննա բան են բռնում։ Թե ասում ես բանա։ Անայի կրթազնորը Չի կարելի ժողովուրդ, ես ոչ մեկին չեմ ուզում քննադատեմ, բայց մարդ պիտի իր տեղ իմանա։ Դու այնպես խոսում ես, որ վիրավորում ես քո դիմացին էլ լռում ես։ Աննա Հակոբյանին ինչ խորհուրդ կտաք։ Աննա Հակոբյանին խորհուրդ կտամ, տղամարդուն խորհուրդ չտա։ Ինքը պետք է լսի տղամարդուն, այլ ոչ թե ինքը թելադրի։ Իրավունք չունեն, իմ կինս իմ առաջից ով կարա խոսի։ Չի կարա, ես ինչ ասում եմ օրենքը նայ։ Հայ ժողովրդի մեջ տայա։ Չի կարա։ Ես խորհուրդ կտամ չխառնի բոլոր խոսքերին։ Խորհուրդ կտամ որպեսզի
որ կտան որպեսզի Արցախցուն մոտենա, ասի ինչով կարամ օգնեմ, այլ ոչ թե չգիտեմ, բիզնեսմենները յա բերում ասում միլիարդ բերեք, ասում գնանք քեփ անենք։ Միլիոն, ես չգիտեմ։ Միլիոնա թե ինչ կանա, գնանք քեփ անենք։ Դες բանալն է։ Այդ միլիոնը բերեք բաժանեք ստեղ ապրեն, էլի մարդ։ Սասիկ դվա։ Հետո ասել են 115 միլիարդ են ասում, թե իբրև արցախցիների համար բյուջեից ստացել են, եթե չեմ սխալվում, չեմ կարա էլ ճշտությամբ ասում, բա խիչ եք ներկայացնում արտասահմանը ինչքան է տվել, որ պիտի տակ Արցախում, այդքանը խիչ եք արտահայտել, ուր է գնացել այդ փողերը, ու երբ որ գտնում են, որ Հայաստանը Արցախը միշտ պահել է, բյուջեն համալրել է, էլի դիֆիցիտը ստեղից են ուղարկել, Արցախը չի կարողացել իրան եկամուտներով ծախսերը կատարի, ստեղից են ուղարկել, գոնե որ մի տարի տալիս եք Արցախցուն, նրա կեսը տվեք ստեղ ապրենք, էլի, չեն տալիս։ Ես ֆինանսիստ չեմ, ոչ էլ տնտեսագետ եմ, տնտեսագետներն հարցրեք իրանք վերլուծություն կասեն, էլի ինչ է։ Ոչ եմ անում հայ ժողովրդին, ոչ եմ անում մեր գողի ասածով, պարուր սևակը որ գրել է, ձերանում ենք պարուր սևակ, ձերանում ենք սիրելիս, ձերանում ենք բասիվ անպես դեր խելքի չենք մենք գալիս, երբեք խելք ու գալու, որ արդեն թուրքու հրթիրը կծից տեղ, հետո էլ ասելու են, արցախցիները նենց են անում պատերազմը լինելու է, չի վերջացել, գերտերություններն են հլը որ բանանում, պատերազմը տարածաշրջանում քարտեզի փոփոխությունա տեղի ունենալու։ Մենք պետք է իմանանք մեր դիրքը որտեղ է, այլ ոչ թե գնանք Թուրքին ապավինենք։ Էն էլ ամարդ, են թուրք հաստարակ մարդն էլ ամարդ, որ իրոք պիտի իրոք ինքը ասելա, ես ընդհանում եմ, Փաշինյանն ասել, ես ընդհանում եմ, որ բոլորի համար լավ լինի, եւ Արցախցու, եւ Հայաստանցու, եւ Թուրքի համար, տեսակ որ լավ է, սաղ տվել եք իրան, ես որ լավ կտել։ Շնորհակալություն, աշխարհի հայեր, ձեզ սիրում եմ, եթե ես մեռնեմ ստեղ, իմ քարիս վրա կգրեք, ինձ փնտրեք ժողովրդի մեջ, ես ժողովրդական մարդ եմ եղել, սիրում եմ իմ հայ ժողովրդին, սիրում եմ պայքարող մարդուն, այլ ոչ թե հանձնվող, ծնկի եկող, լավա ոտքի վրա ինձ սպանեն, քան ծնկաչոք ապրեք։ Շնորհակալություն։ Ասեք։ Ուրեմն ցենց։ Նիկոլն ասում է, երբ որ ազերբայջանցիներին տեսնում եք, երբ որ ազերբայջանցիները կգան, այդպես զարմանքով մի ասեք, վայ, ազերբայջանցիներն եկել են, նու իրանցը բարեկամաբար ընդունեք։ Նիկոլ ջան, ազերբայջանցին իմ թշնամին է, ազերբայջանցին կոտորել է իմ ազգը, ազերբայջանցին դու քո ձեռով ազերբայջանցուն տմեր տվեցիք մեր Արցախ երկիրը, ազերբայջանցին իմ հայի գլուխը կտրում է ֆուտբոլ է խաղում, 5000 երեխա թաղված են Եռաբլուրում, դու քո Ալիևի հետ մեր Եռաբլուրը քարապատկեցիր, ոնց կհաշվում եմ, որ ազերբայջանցին երբ իմ բարեկամաբար ընդունեմ, ինչ խաղաղության մասին ես խոսում, ես ոնց կարամ խաղաղ ապրեմ, ամոթ չես անում, մեր դրոշը Ալիևը գցած տրորում է, հարսանիքների ժամանակ հայկական դրոշը գցում են ոտներների տակը պարում են, ստեղ դրոշը վառողին քրեական գործ ես հարուցում դրեն։ Ախպեր ջան, այդքան շատ է սիրում Ադրբեջանը, գնան դեղ ապրի, թող մենք հանգիստ ապրենք, մենք են մինչև այդ պատերազմը 150,000 հոգով 150,000 մարդով 7.5 միլիոն ազերբայջանցի հաղթեցին, հաղթանակը մենք տարանք, 600 տոլի 800 քառակուսի մետր հողի տարան են իրանց գլխին, դու հիմա, եթե քո մատնությունը չլիներ, մենք էլի կհաղթեինք, մենք հաղթող ազգ ենք, թուրքն իմ թշնամին է, այդ որ արգելում ես Արարատի մասին խոսալ, Արարատը մեր լեռն է, Արցախն էլ հայկական է, ու արցախցիները արժանապատիվ, այդքան իրանց երկիրը ապրելու, Արցախը պետք է լինի հայկական, քո ասելով չի, դու որ գնացիր Պրահայում, Արցախը ճանաչեցիր Ադրբեջանի կազմի մեջ, ոչ մի արցախցի քեզ հետ լիազորությունը չտվի, որ գնայի իրանց անունից ճանաչեիր Ադրբեջանի կազմի մեջ։ Հիմա էլ զարմանում ես, թե արցախցիներին չի են գալի մեզնից հող ուզում, մեզնից
Նախ դու քո փողը չես տալի, հետի մեր փողերն ես տալի, երկրորդ էլ բայ տան են ուզեն։ Մարդկանց երգիրը քեշ փողով ծախեցիք դրեցիք գրպաները, իրար մեջ արեցիք, բայ տանեն, բա դու պարտավոր ես, արցախցին ու մի կապույտան զնագիր, վրինել գրված է Հայաստանի Հանրապետություն, դու պարտավոր ես Արցախում բավարարելու, թե ձեռները ցրպել ես, քաշվել ես, ոչ թոշակն ես բարձրացնում, մենակ բացից այդ պարկև ավճարներից ու լիքը միլիցիայից վաստած ժողովրդի վրա աշխատաբարձներն էլ բարձրացնես։ Բացի դրանից դու ոչ մի բան չես անում, մեզի պետք է քորման ղեկավարը, Ալիևը ինչ պետք է պակաս աներ այս երկրի մեջը, ասենք ինքը չէր Ալիևն էր ղեկավարը, ինչ պետք է չաներ, որ Նիկոլն անում է, հավասար, այն ինդեղից հրամայումը, այս ստեղից կատարումը։ Գերենք մենք սրասերը, աղբեր գնա, ոշմանել եմ, ծնկներս թողած գլխիս եմ խփում, որ քեզ են կտրել, ինպես միլիոնավոր մարդից, ամոթա, քո դեպուտատերին ասա 680,000-ի անուն չտան, այդ 680,000-ից դու ընդամենը ունես 6%, 7% քո խելքին մարդիկ են մնացել, ժողովուրդը հասկացել է, զարթնում են, սենց ինչքան կարանք, մենք ամեն օր զոհ ենք ունենում սահմանի վրա, ամեն օր զոհ ենք ունենում, ով մարդ իր երեխուն ուղարկում է ծառայելու 50-50, չգիտես հետ կգա, թե հետ չի գա, ամեն օր զոհ ենք ունենում, ամեն էլ դրել են ինքնասպանություն, շնորհակալ եմ։